So, վերցնում ենք մեկ բան կախտացրած կաթ, շատ են գովում, անցնում են շատ համովա, երեխաներն էլ են շատ սիրում, կարծում եմ իրոք լավն է այդքան։ Հիմա իրար հետ կպատրաստենք, կտեսնենք, թե ոնց է դա այդքան լավ է։ Ավելացնում ենք մոտավորապես 50 գրամի չափով կարագ և ավելացնելու ենք մեջը մոտ 150 գրամի չափով կոկոսի թեփուկներ, ասեմ ֆլեքս, մանրացված հացատիկներն է։ Իզ մոտ 300 գրամ էր, սա կես օգտագործել եմ արդեն, և սա դնում ենք հիմա գազօջախի վրա։ Հարազատներս, արդեն գազօջախի վրա է, հիմա պետք է սա եփենք մոտավորապես 5 րոպե, այն աստիճան, որ մինչև ինքը կպնդանա, և կարագն է կհալի այդ ընթացքում արդեն։ Նկատում եք արդեն ինձ մոտ կարագն էլ է հալվել և պետք է եփենք այն աստիճան, որ պինդ զանգված դառնա։ Պինդ զանգված է ինձ մոտ ստանում։ Եվ արդեն կարծում եմ պետք է անջատենք։ Սարճելուց հետո ավելի պինդ կլինի ինքը։ Վերջ, ստիմ արդեն։ Հիմա սա տեղափոխենք մեկ ուրիշ ամանի մեջ, որպեսզի սառչի։ Դնենք սառչելու, մենք անցնենք արդեն օշարակը պատրաստելուն։ Օշարակը պատրաստելու համար մեզ հարկավոր է լինելու 250 գրամ շաքարավազ, 125 գրամի չափով ջուր և 1 թեյ կթալի չափով լիմոնի հյութ։ Եվ առանց խառնելու դնում ենք գազօջախի վրա, չենք խառնելու։ Մոռացա, ես ուզում եմ գույն դնեմ և գույնը ուզում եմ դնեմ կարմիր գույն։ Մի փոքր էլ գույն ավելացնենք մեջը։ Կարծում եմ բավական է։ Հարազատներս, մեր մոտ արդեն համարյա գոլից մի քիչ սառն է, այդքան սառել է, ձեռքերս սառը ջրով պետք է թրջեմ, որովհետև սա կպչուն է բավական, ոնց հասկացանք, և մեզ պետք է կլոր գնդակների պես իրեն սարքենք և դնենք։ Բավական կպչուն է, ժողովուրդ ջան։ Կարծում եմ սա կհետաքրքրի բոլոր տատիկներին կամ
ծնողներին, ովքեր փոքրիկներ ունեն տանը, բավական համով, կալորիայով շատ քաղցրավենիք է։ Մեկն թող մի քիչ մեծ լինի, ոչինչ։ Okay։ Հիմա սա դնելու ենք սառցախցիկ, մոտ 1 ժամի չափով պետք է սառի։ Արդեն սառչել է, ես վերցրել եմ մի այսպիսի աման, որպեսզի կարողանամ վրան տեղավորել, կանգնացնել, բայց հիմա այս րոպեին ուղղակի ինձ պետք է հարկավոր է, որ իրան մեջտեղի հատվածից դնենք։ Ուй, ոնց է կպել։ Ահա, այսպես, որպեսզի պահի իրան։ Ինձ հարկավոր է երևի առանձնացնել մի հատ այստեղից։ Ահա։ Լավ պինդ է ինքը, քարացել է, սառը սառն է։ Հիմա օշարակին եմ սպասում, որ պատրաստ լինի։ Okay, հարազատներս, որպեսզի հասկանանք օշարակը պատրաստ է թե չէ, մեզ պետք է սառը ջրի մեջը իրան փոքրիկ գցենք, եթե չի լուծվելու ընկնի ուղիղ հատակը քարանա, նշանակում է պատրաստ է։ Մեզ մոտ չի լուծվում, հիմա ցույց կտամ, ավելի պարզ որ լինի։ Նայեք, մեկ ուղիղ հատակը գնաց ինձ մոտ։ Սա չի լուծվում ջրի մեջը, նշանակում է արդեն պատրաստ է։ Անջատենք։ Okay, Ժորժ ջան, ես փորձեցի ուրեմն պլաստիկը, երբ որ կպնում է տաք, այդ օշարակին հալում է, սա մենք օգտագործենք փայտինները, որը ավելի ճիշտ կլինի, կարծում եմ։ Եվ ավելի խելացի կլինի, որպեսզի չհալվի։ So, պլաստիկի չենք օգտագործում, գնաց։ Okay, ես ունեմ այսպիսի փայտիկներ, սա ենք օգտագործելու, որ վստահ եմ, սա ոչինչ անել չի կարող։ Հիմա փորձենք սրանով։ Լավ, ուրիշ տեղից ցակենք ավելի լավ է, որովհետև ավելի ամուր պահելու համար։ Ուի, տակա։ Շատ զգույշ պիտի անեք իմիջիալոց ասեմ։ Շատ տակեր։ Մի լավ կեղտոտվում ենք։ Ոնց որ թե։
Դարձանք էքսպերտ արդեն ձևը հասկացանք ոնց անենք, որ չվառվենք։ Okay, հարազատներս արդեն պատրաստ է, սառել է, եթե նկատում եք, հիմա կկիսեմ սա, կարող եք նաև կծելով, բայց ես սրա ատամները ուղակի չունեմ, որ կարողանամ կծեմ, բայց anyway, նահամնեն եմ, Յորջան համը ընտիր է, բայց ես որ ձեր փոխարեն լինեմ, շիրայով չեմ անի, այլ կանեմ շոկոլադով, ավելի հետաքրքիր ու ավելի համով կլինի, լավն է։